հետաքրքիրն է, որ 4 օր առաջ էին եկել։ Ասենք պատերազմից հետո սա 7-րդ անգամն է որ գալիս է մեր տուն։ Ես իրանց լոգիկան չեմ հասկանում, թե ասենք ինչ են մտածում, իրանց կանալուց հետո ես պետք է առնեմ տանը բայեմ։ Առավելևս որ 4 օր առաջ եկել են, էլի ինձ չեն գտել։ Հիմա չհասկացա, ամեն դեպքում տանը եղած ծերագիր նյութեր արգելավեցին։ Ինչ ծերագրեր հեղաշրջման պլանը կար մեջ։ Սեմինարի, Ծաղկաձորի սեմինարի 2 տարվա առաջվա սեմինարի հետ կապված նյութեր էր։ Ինչ թեմա էր։ Սեմինարը ճիշտ ասած գրագետ պայքարի հետ կապված էր սեմինարը։ Հա, հեղաշրջման պլանից հեռու չէր։ Մի բան ասեմ ձեզ, ուրեմն Երանի թե լիներ հեղաշրջման պլան, ես դա իրանց էլ ասի։ Երանի թե ինչու մեջ որ հիմա փորձում եք մեղադրել ինձ, Երանի թե լիներ, ցավոք չկա այդպես բան, բայց ես ցավում եմ որ չկա։ Ցավում եմ։ Դրական կարգի տապալման մասին եք։ Սահմանադրական կարգը տապալողը արդեն տապալել այնտեղ նստած է։ Եկեք ճիշտ իրանց անունով գոչենք։ Սահմանադրական կարգը տապալողը դա Նիկոլ Փաշինյանն է, տապալել է 2018 թվականին, բռնազավթել է իշխանությունը, դատարանները, դատական համակարգը, ուժային համակարգը, քանիչը նստած 5 րոպե մեկ SMS-ա ստանում։ Չի կողմնորոշվում ինձ համ վագայի կարգավիճակով է թուղթը տալիս, համ մեղադրյալի կարգավիճակով ինքը չգիտի, հիմա ինձ բերել այնտեղ վագա թե մեղադրյալ թե չգիտի, այսինքն ինչի մասին է խոսքը, մենք պետք է սահմանադրական կարգը տապալենք, մենք եթե մեզ հաջողվի, պետք է վերականգնենք սահմանադրական կարգը, որը որ տապալվել է։ Չէ, ես ոչ մի բան չեմ լսել, ինձ մի անգամից հեռախոսս արգելավեցին, ես այդ պահին փորձեցի ամեն դեպքում ուղիղ եթերով հայտնեմ, որ ներխուժել են, հիմա չգիտենք էլ ով կերել։ Չէ, ժամը 8-ին։ Առավոտ ժամը 8-ին։ Դիմակավորված ահացական։ Չէ, դիմակավորված չէին։ Ուղղակի ներկայացանք Կոդակի մարզի ահազան եւ քնչական։ Հետո որ հարցնում է ինչի համար, ասին մենք տեղյակ չենք, մենք օգնող ուժն ենք։ Մեզ քանի որ ուժերը չին բավարարել, այսինքն եկել էին դեպքի վայր, ենթադրյալ դեպքի վայր, բայց հենց հիմնական գործը անողները չէին եկել։ Հա, հիմնական իրենք արեցին, բայց իրենք ոնց որ տեղյակ չեն, էլի, որ շուշուտ SMS բան էին ստանում, ասում են, ես ինչ հա, ասում են վարույթ ուրիշ տեղա, մենք ուղղակի եկել ենք օգնելու։ Ինչքան մնացիք ժամը եւ ձեզ ինչ պատճառաբանեցիք։ Դե հիմա մի 20 րոպե առաջ, կես ժամ առաջ եմ դուրս եկել, առավոտվա 8-ից, մեղադրանք չի առաջարկվել, մեղադրանքի մեջ ամեն դեպքում գրված է ահաբեկչական գործողություններ։ Այո։ Ահաբեկչական, հենց ահաբեկչություն բառը գրված է, այն որ կներեք, բայց փետրած հավից իզաղնել է գալիս, ասենք, ինչ ահաբեկչության մասին է խոսքը։ Անգամ եթե անգամ ճանապարհներ ինչ ցայնագրություններ կոմիտեն ձայնագրություններ էր ապարակել գնդակահարության, բնաջնջման մասին խոսակցություններ են։ Ասում եմ մի 2 հոգու գնդակահարենք 15-ին էլ փակես, մյուսները բան կանեն։ Լավ, ասենք չեն կարա մոնտաժ անեն, սարքեն հրապարակեն։ Իրանց խոսքը մոնտաժ անեն։ Բագրատ Սրբազանի ձայնն է լսվում։ Ես մի հատ բան ասեմ ձեզ։ Ես Բագրատ Սրբազանին շատ սիրում ու հարգում եմ, իսկապես ինքը շատ ուժեղ մարդ է, շատ լավ մարդ է, բայց այս ինչ որ հիմա իրան փորձում են վերագրել, ինքը դրանից կիլոմետրերով հեռու է։ Ինձի որ վերագրեն, հələ միտեղ կարող ասենք, թե ասեմ ճաղանացած ժամանակ ասել եմ, բայց դե չեմ անի։ Բայց որ Բագրատ Սրբազանին ես չեմ լսել, բայց այդպես բան ինքը կիլոմետրերով հեռու է, այդ մարդը ասենք հիմա Ձեզ բաց թողեցին, ինչ պատճառաբանեցին Կոտայքի մարզայինից։ Ճիշտ ասած, որ ասեմ բան են պատճառաբանը, չեն պատճառաբանը։ Ներքևից զանգեր եկան, որ արդեն փաստաբանները բան եկել են, դե մենակ էին տարել, ինձ մենակ արգելավել էին, ոչ էլ տեղս դες գիտեին։ Փաստաբանները բան ասեց, լավ, իջի, հələ ես ասի հեռախոս չունեմ, բան չունեմ, կարողա տաքսով չեմ կարող գնալ, ասեց չէ, սպասում եմ փաստաբանները, բան չեն ասել։ Ու մեկ էլ ասին, որ ուզենանք քեզի գտնենք նորից, ոնց գտնենք, մի հատ երկրորդ համար թող, ես էլ երկրորդ համար եմ թողել, որ ու դուրս եմ եկել։ Ձեր մասով այսքանով ավարտվել է ամեն ինչ։ Ես չգիտեմ, դե ավարտվել է, դե չի ավարտվել։ Բայց ինչ ասում էին անհեթեթություն է։ Անհեթեթություն, բացարձակապես։ Նիկոլ Փաշինյանի բանն է, երեկվա այդ պլանը, որ ասում եք հեղաշրջման, դրա շարունակությունն է։ Բնականաբար ինքը երեք դա պրոստը տակ հենց այնպես չհրապարակեց։ Բնականաբար հասկանալի էր, որ դա հրապարակելուց հետո այսօր հետևելու են գործողություններ, Եվ հիմա իրենք անում են, հիմա տեսնենք։ Պարոն Չախալյան, ներողություններ ձայնագրությունների մեջ ինչ որ բջոտ տղերքի բան անելու, կոնսոլիդացնելու, մոբիլիզացնելու պլանների մասին խոսք կա։ Անգլիայից ասած ես ոչ ձայնագրություն լսել եմ։ Էլ եմ ասում հեռախոսս արգելավել են։ Ոչ էլ ես հավատում եմ, որ այդպես ձայնագրություն կա։ Ես էլ եմ ասում
նույն աղաձարականների հետ եմ խոսում, էլի ես իրանց տեղնել եմ ամաչում։ Ես այսօր նեղվեցի ճիշտ է։ Մի հատ իմ երեխեք ինչի ասենք, ես հենց վիճակ տեսնեն, հա, մտել են առավոտ դուս քնած երեխեքին քնած ասենք հանել ենք, որ իրենք երեխեքի մաշակալների տակը ստուգ են ասենք։ Ինչի համար, էլի։ Նրա համար, որ ես ընդդիմադիր եմ, հա, դրա համար, գիտեք, ախր ինքը բացարձակապես ախր իր մասին չարժեր խոսել, բայց մարդ ով որ ինքը ասում է որ ինքն էլ քաղաքական հեծաբնդյալ է եղել, հալածյալ է եղել ժամանակին, չէ՞։ Ախր մարդ ով որ թեգուզ անցել է այդ ամենի մեջ, ճիշտ է, ինքը չի անցել։ Ոնց կարող ես դու, ասենք անհիմն կերպով, հետո էլի եմ ասում, ախր հարազատներ ջան, նոյեմբերին 20 թվականի նոյեմբերին դիմադրության շարժման ժամանակ Գագիկ Ծառուկյանին, Վանեցյանին, Իշխանին ձերբակալեցին, ինձ էլ ձերբակալեցին դրան 1000 անգամ ախր ճիշտ անհասկանալի է։ Հետո Հայաքվեին ձերբակալեցին, Հայաքվեի անդամները ինձի տարան։ Ոչ թե ինչ ձերբակալություն կա, գալիս տանում են ու չեն կարող հոդաբաշխ բացատրեն թե ինչից են վախենում։ Նիկոլ, կարող եմ այդ ստատուս քերես, ասես թե ինչից ես վախենում։ Վախերիդ մասին մի հատ խոսես։ Պարոն Չախալյան, դուք որ ասում եք ձեր տանից փաստաթղթեր են, հա, թղթեր են վերցրել։ Թղթեր։ Ռացիաներս են վերցրել։ Լավ, թողեք։ Ռացիաներս են վերցրել։ Հարցը ճիշտ է։ Ասացիք թղթեր են վերցրել, որոնք գրագետ պայքարի մասին էին, հա։ Կնկարագրեք բովանդակությունը ընդհանուր ինչ էր գրած, ինչ պետք է արվեր։ Չէ, հիմա տեսեք։ Նախ մենք դոնց շատ ոչ բեռնի իշխանափոխության հետ կապված մենք փորձում ենք, ասենք, մեր կանխականներին, մի կարևոր բան էլ ասեմ, էլի։ Ես ներկայացնում եմ հայկական արժեքների պաշտպանության կամ հասարակական նախաձեռնությունը։ Ես շատ սիրում հարգում եմ, ել եմ ասում, Բաքրատ Սրբազանին, Սրբազան պայքարի բոլոր մասնակիցներին, բայց կամքը ինքը առանձին կառույց է։ Կամքը, ել եմ ասում, ես մեղադրանքները մի քիչ օր էին, կատակով եմ ասում, հիմա բան չանի էդի։ Կարող է կամքի մեղադերին էլի կասենք թե հա, բայց Սրբազան պայքարին, հա։ Հիմա ինչին են վերաբերում, ասենք ոստիկանները որ ձերբակալում են, ոնց մենք ոնց ոստիկանների հետ, ասենք, շփվենք, ոստիկանը ինչու իրավունք ունի, ինչու իրավունք չունի։ Օրինակ որ այն օրը որ մտա ոստիկանը ֆուրի շոֆերին հարվածեց, ինքը այդ իրավունքը չուներ։ Եվ մենք կարող էինք պահանջատեր լինել, ինչպես որ ես պահանջատեր եղա եւ գոռացի որ ինչի եք հարվածում, ասենք վարորդին։ Պետք մեկ գոռալ ոստիկանի վրա։ Չէ, Պարոն Չախալյան, թողեք պատասխան։ Մի վարգան, խնդիր չկա։ Ես հասկանում եմ, որ դուք մի քիչ փորձում եք այս աղետալի վիճակը ոնց որ ասած իսած աղրական, չէ։ Դուք ասել եք տարե, որը ես անգեզ ասած որ հիշեմ էդի 4 տարի առաջվա կարած թղթեր էր, որ ես ասեմ ես ընդհանուր ասում եմ, այո, ընդհանուր ասում եմ, ինչի մասին է խոսքը։ Հիմա գոռալ վրան գրած չի բնականաբար, Մարիկ ջան։ Ես չգիտեմ դու Սորոսի ճամբարում եղել ես թե չէ Վրաստանում։ Եղած կերնես, հիմնականում շատ են տարել այստեղից։ Այնտեղ ինչ են սովորացրել, հիմնականում Սորոսի սովորածները առել ենք, անգլերենից թարգմանել ենք հայերեն ու սովորացնում ենք հիմա մեր երիտասարդներին։ Հայ երիտասարդներն էլ իրավունք ունեն, չէ՞ գարագետ պայքարելու։ Մենակ ասենք օդար երկրյա, ասենք չէ՞ ինչն եմ ասում։ Ավել բան գրած չի։ Դուք ուզում եք ես ասեմ ես բարձր եմ գնահատում իմ հարցից խուսափելու ձեր հնարամտությունը, բայց արեք Սորոս, Պողոս, Պետրոս չխառնեն, կոնկրետ հստակ հարց եմ տվել, չեմ բարկացում։ Ասեք ինչ էր գրված այդ թղթերի վրա, որ ասում եք գրագետ պայքար։ Բառացի ես չեմ հիշում։ Չէ, ուղղակի երկու բառ խոսում եք, հետո էլ եմ ասում, ոստիկանության որևէ մտավախություն ունեք, որ դա անձնական տվյալները հանրայնացվի։ կարող է Չէ, չարժի, անգես։ Չէ, ես հիմա Նիկոլ, քանի Նիկոլնա սիրո խոստովանություն անելու չունեմ։ Հենց Նիկոլը փոխվավ, հետո սիրո խոստովանություն Պարոն Չախալյան, դա անձնական տվյալներ էր։ Փաստաթղթ ձեր տանը արգրաված այդ փաստաթղթերը ձեր անձնական տվյալներն են կամ այո, իմ կազմակերպչական որ դա հանրայնացվի։ Մենք Հովիկ Աղազարյանի օրինակն Չէ, ես լրիվ մաքուր եմ, բացարձակապես, այդպես խնդիր չկա։ Ես մի բան եմ ասում, Երանի լիներ։ Կամքից մենակ տարել, պարոն Երանի չգիտեմ, տեղյակ չեմ, անգեզ եմ ասում, ոչ ճանապարհին եմ ասել, որ Սրբազանին են տարել։ Ես մի բան եմ ասում, Երանի լիներ, ինչա մենք մեր երկիրը պահելու իրավունք չունենք, պաշտպանելու իրավունք չունենք, եթե մենք հայտարարում ենք, որ ասենք մեր պետականությունը պաշտպանելու համար մենք պետքա պայքարենք, մենք իրավունք չունենք, ինչի մասին է խոսքը։ Ինչի մասին է խոսքը։ Այդ հրապարակված ձայնագրությունների մեջ մի բան կա, պարոն Չախալյան, ասում է խորը անասուն ազգը ամեն ինչ ուզում է լինի, սեփականատեր եւ հիմնադիր։ Ախր ցավը տանեմ, դուք բերել եք հիմա մի շատ կասկածելի իշխանության, շատ կասկածելի քննիչների, շատ կասկածելի հրապարակում, որը որ ես չեմ լսել, ու ես փորձեմ մեկնաբանեմ։ Ախր
Իսկապես հետևողական կլինեք, որ սա միջազգային փորձաքննության ենթարկվեն այս ձայնագրությունները իրական են, թե օրինակ արհեստական բանականության։ Ես իմ մասով ճիշտ ասած այդքան միջոցներ չունեմ, որ հետևողական լինեմ, կուզենամ լինեմ անշուշտ, բայց որ միջազգային ինձ անցած տարվա ձերբակալության հետ կապված արդարացրել են, ես այս պահին այդ գործը շարունակել չեմ կարող հիմա որ բայց բնականաբար ես հույս ունեմ որ մեր կողմից անդիմության կողմից նման քայլեր կձեռնարկվի ես հուսով եմ Հիմա ձեզ եւ բաց թողեցին ասացին գնացեք թե ինչ որ պայմանով երկրից դուրս չգաք եւ այլն ինչ Ես 2018 թվականից չեմ կարողանում երկրից դուրս գալ Նիկոլ Փաշինյանը երբ որ գնացել է Վրաստան ինձ կանչել են այստեղ կալանք են դրել ինքը հետո գնացել է Ջավախ դրանից հետո մի քանի անգամ ես երկրից դուրս գալ չեմ կարող արդեն վաղուց այդպես խնդիր չի էլի Շնորհակալություն Եվ այս գործը շրջանակներում ինչ կարգավիճակ է